Օրհնեցեք Տեր Հայր, բոլորովին վերջերս հոգևոր ծառայության եք նշանակվել Ղրիմի Թեոդոսիա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում, մինչ այդ Մասյաց հոտնի թեմում եք ծառայում եւ մշտապես աչքի եք ընկել հոգևորականի ձեր ազնիվ ու նվիրյալ տեսակով։ Եվ հաշվի առնելով սա, կխնդրեմ պատասխանեք մեր մի քանի հարցերին Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ մատուցված պատարագի եւ դրա շուրջ բարձրացված աղմուկի հետ կապված։ Տեր Հայր, պատարագի ժամանակ պատարագիչ քահանան չհիշատակեց Վեհափար Հայրապետի անունը, արդյոք սա կանոնական խախտում չէ։ Դարել է դիտավորությամբ, ինչպես իր բացատրության մեջ է դարաշում, բայց դա եղել է առաջնորդ Սրբազանոր ներկայությամբ եւ փորձ չի արվել կանխվել այդ ոչ կանոնական ընթացքը քահանայի։ Իսկ ինչ է կարծում դա Գևորգ Սրբազանի անձնական որոշումներ, թե հնարավոր է քաղաքական իշխանության հատուկ հրահանգ է եղել։ Արդյոք իր անձնական որոշումն է թե ոչ Գևորգ Սրբազանի, ես ասել չեմ կարող, ոչ էլ կարող եմ ասել ճնշումներ կան թե ոչ։ Դա այդ ամեն ինչի մեկնաբանությունը Գևորգ Սրբազանն ինքը պետք է տա, բայց մի բան ակնհայտ է, որ վստահ մի քանի օրեր առաջ, ես չեմ ասում ամիսներ կամ շաբաթներ, այլ դիրքորոշում ունեցել եւ այս պահին ուրիշ դիրքորոշում ունի։ Տեր Հայր, կարծում եք, որ Սրբազանը գիտակցում էր իր քայլի հնարավոր հետևանքները։ Իհարկե վստահ եմ, որ գիտակցում է, որովհետև բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել անձամբ իր կողմից խիստ քննադատության խոսքեր լսել, քննադատական մոտեցում ունեցել այն բոլոր հոգևորականներին, դրանք լինեն բարձրաստիճան թե ամուսնացյալ քահանա կամ աբեղա, ովքեր որ մայրաթորի դեմ այս կամ այն կերպ ինչ-որ ոտնձգություններ են արել կամ վեհապարի հասցեն ինչ-որ բան են խոսել կամ չգիտեմ, ինչ-որ ձև արտահայտել են իրենց դիրքորոշումը։ Վստահ եմ ինքը Սրբազանը ամբողջությամբ գիտակցում է եւ դրա համար նաեւ հետեւյալ պատասխանատվությունն պետք է գիտակցի։ Իսկ ինչպես եք վերաբերվում հասարակության բուռն արձագանքին, արդյոք դա արդարացված է։ Հասարակության մեջ այս արձագանքը սпасել էր, որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ Գևորգ Սրբազանը մինչև այդ պահը աչքի է ընկել իր ակտիվ մայրաթորին, այսպես եւ նրա գահակալին ցուցաբերած աջակցությամբ եւ տարակուսելի էր միանշանակ թե ինչ տեղի պետք է ունենար, որպեսզի մարդը այդքան շուտ իր կողմնորոշումը փոխի։ Որովհետեւ բացատրություն կամ մեկնաբանություն, որ այդ թեմայով տրվում է, ինձ համար անհասկանալի է։ Ես ուղղակի կուզեմ, որ սխալված լինեմ իմ գնահատականների մեջ, իմ դատողական գնահատականների մեջ, կուզեմ, որ սխալված լինեմ եւ կուզեմ, որ նաեւ մեր հասարակությունն էլ սխալված լինի։ Միայն թե այս ամեն ինչ ինչ-որ տեղ ունենում մի երազ լիներ, որը այսպես մազավանջային եղավ եւ անցավ։ Մենք գիտենք, որ մշտապես արտահայտել եք ձեր անհամաձայնությունը եկեղեցու եւ եկեղեցականների դեմ իշխանության մակարդակով արշավին, ոտնձգություններին, այն ինչպես էր արձագանքում ձեր համարձակ դիրքորոշումներին Գևորգ Սրբազանը որպես թեմի առաջնորդ, ձեզ լռեցնելու փորձեր եղել են։ Իմ հանդեպ որոշակի սահմանափակումներ թեմի առաջնորդի կողմից եղել է, հրահանգներ է եղել կոնկրետ մամուլի հետ հաղորդակցման մասով, որ մամուլի հետ չհաղորդակցեմ եւ անգամ շատ ժամանակ ես մամուլի տարբեր հարցազրույցներից հրաժարվել եմ պատճառը բանելով, որ վիրահատված եմ եւ այդ պատճառով չեմ կարող խոսել։ Ինձ ժամանակ է պետք ապաքինվելու համար, բայց իրականում իմ արգելված է եղել Սրբազանոր կողմից եւ անդրադարձել եմ ես այսօր նաեւ դրա մասին, որ անգամ նկատողության եմ արժանացել գրավոր, երբ որ ես հրապարակ ԵՄ-ին հարցազրույց է տվել եւ պաշտպանել է Վեհապար Հայրապետին։ Որոնք են այն սահմանները, որոնցից չպետք է անցնի իշխանավորը, երբ խոսքը վերաբերվում է եկեղեցու եւ իշխանության հարաբերություններին։ Բոլորիս համար գոյություն պետք է ունենան կարմիր գծեր։ Եթե մենք այդ կարմիր գծերը անցնում ենք, այլևս մեր ընթացքի մեջ շեղվում ենք։ Այս իշխանությունները իր կարմիր գծերը շատ վաղուց է անցել։ Շատ վաղուց, երբ որ պայքար սկսեց եկեղեցու դեմ, երբ որ հանձնեց Արցախի հանրապետությունը, երբ որ թշնամուն տվեց մեր վանքերն ու դպրոցները, հերոսների գերեզմանները, երբ որ անտեսվեց այն բոլոր ձեռքբերումները, երբ որ խեղվեց հայոց պատմությունը կամ դրա ճշմարտացիությունը կասկածի տակ դրվեց, այդ ժամանակ այդ կարմիր գծերը ինքը անցել է, հատել էր այլևս։ Մարդը կարող է չընդունի այս կամ այն հոգևորականին, բայց դուրս գա եկեղեցու դեմ, նրա գահակալի դեմ, դա արդեն ուրիշ հարց է։ Այստեղ շատ մեծ վտանգ կա եւ հասկանում ենք, որ այդ ամեն ինչի պատվիրատուները ովքեր են։
Վստահ եմ, որ բոլորդ էլ հասկանում եք, չի կարող այսքան զուգադիպություն լինի, երբ որ Ադրբեջանից եկեղեցու դեմ հոխորտում է Փաշազադեն եւ այստեղից արձագանք է տեսնում մեր չասեմ մեր այն իմաստով, որ ընդունում ենք կամ ընկալում ենք, այլ հայրենի իշխանության կողմից, երբ որ արձագանք ենք տեսնում, այսինքն այնտեղ հրահանգը տրվում է, այստեղ գործիքակազմը աշխատում է։ Անչափ շնորհակալ եմ Տեր Հայր հարցազրույցի համար։